Այսօր վաղ առավոտյան եկան առաջին տեղեկությունները, որ Իսրայելը պատրաստվում է հարձակում իրականացրել Իրանի նկատմամբ։ Իսրայելը պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ, ԱՄՆ-ն մտահոգված է Թեհրանի հակահարվածից, գրում են ամերիկյան մամուլում։ Մասնավորապես CBS News-ի աղբյուրների համաձայն Ամերիկայի Միացյալ Նահանգները ենթադրում է, որ Իրանը կարող է հակահարված տալ հարևան Իրաքում գտնվող ամերիկյան օբյեկտներին, ուստի իր քաղաքացիների մի մասին խորհուրդ է տվել լքել տարածաշրջանը։ Դիվանագիտական առաքելության բազմաթիվ ներկայացուցիչներ հիմա լքում են եւ Իրանի հարակից երկրները եւ թունև Իսրայելը, որովհետեւ Իրանն էլ իր հերթին ասվում է տարբեր լրատվամիջոցներում, մասնավորապես New York Times-ում, որ Իրանը մշակել է Իսրայելի կողմից հարձակման դեպքում հարյուրավոր բալիստիկ հրթիռներով պատասխանելու ծրագիր եւ այս պահի դրությամբ արդեն վերջին նորություններով 16:00-ի դրությամբ արդեն հայտնի է, որ Իրանը նաեւ զորավարժությունների շարք կանցկացնի, սրա մասին հայտնել են այս երկրի զինված ուժերի գլխավոր շտաբից։ Գլխավոր շտաբի պետը մասնավորապես ասել է, զորավարժությունների նպատակն է բարձրացնել Իրանի զինված ուժերի պաշտպանական հզորությունը, օպերատիվ պատրաստվածությունը եւ զսպման ներուժը։ Ինչի մասին է սա խոսում, որ իրականում զորավարժություններ հրավիրելով, կազմակերպելով Իրանի Իսլամական Հանրապետությունը մոբիլիզացնում է իր ներուժը, որովհետև ամբողջ գիշերվա ընթացքում Հայաստանի ժամանակով անդադար ամերիկյան մամուլում հայտնված նոր տեղեկությունների, թարմ տեղեկությունների եւ փաստերի հիման վրա Իրանում կա մտավախություն, որ միջուկային օբյեկտներին հարված ամեն դեպքում տեղի ունենալու է։ Ցավալին այն է, որ այսօր երեկոյան մենք պատրաստելու ենք մեծ տեսանյութ European Media-ի համար այս թեմայի վերաբերյալ, սակայն շատ դժվար է գտնել իրանագետների, որոնք քաղաքականությամբ չեն զբաղվում եւ կարող են անկախ փորձագիտական կարծիք հայտնել։ Իսկ ինչու է Իրանի անվտանգությունը կամ պատերազմը Իրանում, հավանական պատերազմը Իրանում Հայաստանի համար կարևոր։ Ամեն դեպքում սա մեր հարավային ամենախոշոր հարևանն է 85 միլիոն բնակչությամբ եւ գրեթե միջուկային զենքի կարողությամբ։ Եվ եթե ինչ որ զարգացումներ եղան Իրանի Իսլամական Հանրապետությունում, չմոռանանք, որ շուրջ 2 տասնյակ միլիոն ադրբեջանախոս Իրանի քաղաքացիները կարող են լցվել այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության տարածք ցավալիորեն կրկնում եմ, մասնագիտական կարծիքներ ձեռք բերել այս թեմայի վերաբերյալ Երևանում չի հաջողվում։ Ամեն դեպքում մենք հետևում ենք իրադարձություններին, երեկոյան European Media-ի Renews լրատվական հաղորդման շրջանակներում կլինի ծավալուն ռեպորտաժ Իրան-Իսրայել հավանական առճակատման մասին։ Հետևեք European-ին։